Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն ապրիլի 15-ն է եւ ունենք թե Հայաստանից խոսելու կարևոր թեմա եւ թե աշխարհից, թե Ուկրաինայից կա հարց քննարկելու եւ թե Իրանի շուրջ տեղի ունեցողից։ Բայց ինչպես միշտ սկսում ենք Հայաստանով եւ դրա համար նաեւ հիշեցնեմ ձեր լայքերի համար, կարևոր են լայքերը, չասեմ թե ինչի համար են կարևոր լայքերը, բայց մի բան վստահ գիտեցիք եւ հիշեք, որ յուրաքանչյուր լայք ապահովում է 10 դիտում։ Այսինքն այն մարդիկ, ովքեր որ բաժանորդագրված չեն, ձեր լայքերի եւ բաժանորդագրվելու շնորհիվ 10 դիտումով ավելանում է մեր ընդհանուր դիտումների քանակը ավելանում է։ Այսինքն դուք օգնում եք, որ մենք կարողանանք այս տեղեկատվական պատերազմում հաղթանակ տանել։ Սկսենք նրանից, որ Ռուսաստանի բիզնեսմեն Սամվել Կարապետյանի դատավարությունն էր այսօր Հայաստանում։ Իմիջայլոց շատ հետաքրքիր որոշում կայացրեց դատարանը դատապաշտպանի խնդրանքով, ոչ ուղիղ եթերներ կային դատարանից եւ ոչ էլ տեսահանում կար եւ հետեւաբար մենք չկարողացանք տեսնել Սամվել Կարապետյանի խոսքը, ինչը բնականաբար շատ կարևոր կլիներ տեսնել եւ ես վստահ եմ, որ Հայաստանի քաղաքացիները դրան սպասում էին, բայց կարևոր տեղեկություններ ունեցանք այն մասին, որ Սամվել Կարապետյանը պատրաստվում է հրաժարվել Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացիությունից, քանի որ ինքը համոզված է իր խոսքերով, որ կարող է հաղթանակ տանել Հայաստանի ընտրություններում։ Այսինքն ինքը դառնա վարչապետ, համոզված է, որ այս ընտրությունների արդյունքով ինքը կդառնա վարչապետ։ Ճիշտ ասած, ես շատ կասկածում եմ, որ նման բան տեղի կունենա, բայց այն, որ այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել, միանշանակ ողջունում եմ։ Եվ այստեղ ամենակարևորը Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելն է, կասեմ թե ինչու համար։ Նախ մենք տեսանք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը ուղիղ միջամտում էր Հայաստանի ներքին գործերին։ Խնդրում էր կոնկրետ Սամվել Կարապետյանի համար, ասելով, որ նա Ռուսաստանի քաղաքացի է, խնդրում էր, որ ազատ արձակեն, դե հիմնականում դա էր խնդրում էր, պահանջում էր, ինչպես ուզում եք, այդպես էլ ընկալեք, նաև ընտրություններից էր խոսում։ Հայաստանում տեղի ունենալիք ընտրություններից, որտեղ որ Փաշինյանը հստակ ասաց, որ ընտրություններում կարող են մասնակցել միայն Հայաստանի քաղաքացիություն ունեցող անձինք։ Հիմա Ռուսաստանից նոր կարգավորումներ են եկել, թե Սամվել Կարապետյանն է այդպես որոշել, թե ընդհանուր քննարկման արդյունքում այդպիսի եզրահանգման են եկել, դա այդքան էլ էական չէ։ Կարևորը այն է, որ սա տեղի ունենում հիմա, երբ Ռուսաստանի Դաշնությունը իրենց խորհրդարանը Դուման ընդունեց օրենք առաջի ընթերցմամբ եկել եմ ասել, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է զորք, զենք, այսինքն ռազմական ուժ կիրառել այլ երկրի նկատմամբ, եթե համարի, որ իր քաղաքացիները խնդիրներ ունեն, իրենց իրավունքների հետ կապված ձերբակալված են, ճնշումների են ենթարկվում, քաղաքական հալածանքներ եւ այդպես շարունակ։ Այսինքն, սա եթե տեղի ունենա եւ Սամվել Կարապետյանը իրոք հրաժարվի Ռուսաստանի քաղաքացիությունից, որքան արագ դա տեղի կունենալ, դա էլ չգիտեմ, կարող է ասել, թե մենք դիմել ենք, բայց դերևս պատասխան չկա, բայց սա չափազանց կարևոր է, հավատացեք, քանի որ իրոք լուրջ ձևով մտահոգ էի երեկվա տեղեկությունից Ռուսաստանի ուժ կիրառելու մասով արտերկրում, երբ որ խոսում էին, թե ռազմաբազան խնդիր է, Ռուսաստանի ռազմաբազան խնդիր է, եկել եմ խոսել այս մասին։ Ճիշտ ասած, ես մտահոգվում էի, մտածում էի այդ մասին, բայց հասկանում եմ, որ որևիցե օրինական նորմալ հիմք չունի Ռուսաստանի Դաշնությունը նման քայլերի դիմելու, այսինքն ռազմաբազան օգտագործելու ընդդեմ Հայաստանի։ Ճիշտ է, կարող էին օգտագործել հապկի պայմանավորվածությունները, ինչպես որ Ղազախստան զորք ուղարկեցին, բայց դա էլ տեղի ունենում ներքին իշխանությունների համաձայնության արդյունքում, այսինքն Հայաստանի իշխանությունները պետք է խնդրեն, բայց կարող է Ռուսաստանը ինչ-որ մի ձևի այդպիսի քայլերի դիմել, սակայն հիմա այդ օրենքի ընդունումով փաստացի իրենք ունեցան օրինական հիմք։ Եվ դրա համար միանշանակ շատ ուրախալի է, որ Սամվել Կարապետյանը այդպիսի հայտարարություն է անում։ Բայց կրկնեմ, մենք պետք է հետևողական լինենք եւ տեսնենք, թե այդ հայտարարություններից հետո կոնկրետ գործը ուր է հասնում, ինքը հրաժարվում է, թե չի հրաժարվում Ռուսաստանի քաղաքացիությունից, քաղաքական հայտարարությունն էլ շատ կարևոր է, դիմում ներկայացնելը շատ ավելի կարևոր կլինի, միանգամից
չի բացառի Հայաստանի նկատմամբ վտանգավոր սցենարները, բայց էական ձևով կթուլացնի միանշանակ։ Հիմնականում սա է ուզում ասել, մնացածի մասով տեսնենք, թե ինչ արձագանք կունենա նաև Հայաստանի քաղաքական դաշտը այս հայտարարություններին, հետաքրքիր կլինի լսել Հայաստանի իշխանությունների մեկնաբանությունը այս հարցի շուրջ, բայց հիմա ամենուր տեսնում եմ այլ մեկնաբանություններ կոնկրետ կաշառակերության հետ կապված, այն որ եւ հիմա փորձում են շահարկել սերը, տարիքը, ընտանեկան կարգավիճակը եւ այլն, բայց կաշառակերություն է, կաշառք բաժանել է եւ օրենքը կարծում եմ գրված է բոլորի համար։ Եվ եթե մի ուժ կաշառք է բաժանվում, ես կարծում եմ, որ ոչ միայն այդ կաշառք բաժանող անձինք պետք է պատասխանատվություն կրեն, դատարանը իհարկե կարող է ընտանեկան պայմաններից ելնելով որոշ մեղմացումներ մտցնել, բայց միանշանակ պետք է բոլորը կաշառք բաժանելու համար պատասխանատվություն կրեն, դա միանշանակ է, բայց ամենակարևորը այն է, որ ես այստեղից քանի անգամ ասել եմ, յուրաքանչյուր կաշառք բաժանող ուժ, եթե այդ դեպքը կրկնվում է մի քանի անգամ, ասենք մի 7, 8, 10 անգամ, կոնկրետ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է որոշում կայացնի, որպեսզի այդ ուժին չի գրանցում ընտրությունների մասնակցելու համար։ Հակառակ պարագայում մենք բոլորս ականատես կլինենք տոտալ կաշառք բաժանելու, ինչը միանշանակ ազդելու է ընտրությունների վերջնարդյունքի վրա։ Այսինքն մենք վերադառնում ենք Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակները, Հայաստանի իշխանությունները իրավապահ համակարգը 1000 աչքել ունենա, ես շատ եմ կասկածում, որ 50%-ից ավել, շատ մեծ տոկոս ասեցի իհարկե, 50%-ից ավել կաշառքի բաժանման դեպքերը կարողանան բացահայտել։ Բայց եթե մենք ունենք արդեն տասնյակ դեպքեր, սա արդեն չափազանց կարևոր փաստարկ է, որ պետք է արգելվի այդ ուժերի մասնակցությունը ընտրություններում։ Եվ ես կարծում եմ, որ Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվողներին Ռուսաստանն էլ արդեն քիչ լծակ եւ հնարավորություն կունենա պաշտպանելու ընտրություններից առաջ եւ ընտրությունների ժամանակ։ Այսինքն երկու կարևոր հարց է լուծվում Սամվել Կարապետյանի Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելով։ Ամենակարևորը այն է, որ Ռուսաստանը չի կարողանալու իր ռազմաբազաները զինված ուժերը օգտագործել ընդդեմ Հայաստանի։ Իրական է ես համարում։ Ցավոք այդ վտանգը իրական էր դառնում։ Եվ նույնպես կարևոր է, այլևս չի կարող խոսել այն մասին, թե մեր քաղաքացին ձերբակալված է, խնդրում ենք ազատ արձակեք կամ թույլ տվեք մասնակցի ընտրություններին։ Կարծում եմ ամեն ինչ չափազանց պարզ է։ Բայց այս հարցին ես կարծում եմ դեռ կանդրադառնանք եւ այս հարցի շուրջ միանշանակ ավելի հետաքրքիր խոսակցություններ էլ կունենանք ապագայում։ Հիմա անցնենք միջազգային կարևոր հարցերի քննարկմանը։ Ուրեմն Ֆրանսիան, Գերմանիան, Նիդերլանդները եւ Իտալիան դեմ են, որպեսզի Ուկրաինան արագացված ձևով անդամակցի Եվրամիության։ Այս մասին հաղորդում է Պոլիտիկոն, այսինքն ոչ միայն Հունգարիայի նոր վարչապետի տեխնացուն է դեմ, այլ Եվրամիության ամենակարևոր եւ առաջատար երկրները, ըստ Պոլիտիկոյի։ Երեկվա Ուկրաինայի նախագահի հայտարարությանը մենք անդրադարձանք, որ եթե Ուկրաինային չեք ընդունում Եվրամիության մեջ, ապա որոշ եվրոպական երկրներ կդառնան ռուսական աշխարհի մաս։ Շարունակում ենք մեր հաղորդումը եւ հիմա անցնենք Իսրայել-Լիբանան հարաբերություններին։ Ռազմական գործողությունները շարունակվել են, Իսրայելը երեկ էլ նոր հարվածներ է հասցրել Լիբանանին, բայց այստեղ կարևոր են բանակցությունները Լիբանանի եւ Իսրայելի միջև, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ, այդ մասին եմ ես երեք խոսել, ուղղակի արդեն պարզ դարձավ, որ այդ բանակցությունները ավարտվել են եւ լիբանանյան կողմը այդ բանակցությունները շատ դրական է գնահատել։ Խոսքը հիմնականում Հեզբոլլահի գործունեությունը արգելելու մասին է, չգիտեմ դա կհաջողվի թե չէ։ Լիբանանի իշխանություններին բավականին բարդ հարց է, շատ բարդ հարց է, տեսնենք, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն էլ հայտնում է, որ այս բանակցությունները հիմնականում միտված են նրան, որ այլևս վերջ դրվի Հեզբոլլահի ազդեցությանը Լիբանանում։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհուրդը
ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը կարող են օգտագործել այս բանակցությունները, որպեսզի ռազմական ցամաքային գործողություն սկսեն ընդդեմ Իրանի։ Նրանք այդ հետևության են եկել այն բանից հետո, երբ տեսնում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ավելացնում են իրենց զինված ուժերի ներկայությունը Մերձավոր Արևելքում։ Ու հա այս ֆոնին մենք տեղեկանում ենք նաեւ այն մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները փաստացի վերականգնում են պատժամիջոցները ռուսական նավթի նկատմամբ։ Փաստացի Թրամփը հրաժարվեց երկարաձգել այս պատժամիջոցների չեղարկման հարցը, չնայած որ Ռուսաստանից պատվիրակություն էր գտնվում Վաշինգտոնում։ Շատ հետաքրքիր է, բայց այստեղ լուրջ բայցերը շատ կան։ Դժվար թե Հնդկաստանին արգելեն գնել ռուսական նավթը եւ Հնդկաստանի միջոցով ռուսական նավթը կհայտնվի միջազգային շուկաներում։ Նախկինում արգելել էին, հիմա դժվար թե այս բարդ ժամանակահատվածում նման արգելք կիրառվի Հնդկաստանի նկատմամբ։ Թրամփը մի քանի կարևոր հայտարարություններով է կրկին հանդես եկել եւ փաստացի Fox News-ին ասել է, որ ռազմական գործողությունները ընդդեմ Իրանի ավարտվել են, բանակցություններից է խոսել, սակայն այդ հայտարարությունից չես կարող 100%-ով ասել, որ իրոք ավարտվել են ռազմական գործողությունները եւ դրանից բացի մենք գործ ունենք Դոնալդ Թրամփի հետ, դա էլ գիտենք։ Թրամփը նաեւ կրկին քննադատել է Հռոմի Պապին, ասել է, որ փաստացի, նա նշել է, որ Հռոմի Պապին տեղեկացրեք, որ 2 ամիսների ընթացքում Իրանը սպանել է 40,000 անմեղ մարդկանց եւ որ ատոմային ռումբ ունենալը Իրանի կողմից անընդունելի է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ ՆԱՏՕ-ին է Թրամփը կրկին անդրադարձել եւ ասել է, որ ՆԱՏՕ-ն մեր կողքին չէր եւ ապագայում էլ չի լինի մեր կողքին։ Հետաքրքիր հայտարարություն է արել նաեւ J.D. Vance-ը, նա ասում է, որ այս վարչակազմի օրոք Ուկրաինային պատերազմական ռազմական ֆինանսավորման դադարեցման հարցը այն բաներից է, որով որ ինքը ամենից շատ է հպարտանում։ Տեսնում եք, հետաքրքիր չասենք, նույնիսկ շատ վատ եւ տխուր դիրքորոշում ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների այս ադմինիստրացիան Ուկրաինայի նկատմամբ, այս մասին ես շատ եմ խոսել, բայց այնուամենայնիվ օգնությունը կար ՆԱՏՕ-ի միջոցով, Եվրամիությունն էր ձեռք բերում այդ օգնությունը եւ տրամադրում Ուկրաինային։ Հիմա երևի դա էլ չլինի։ Դրա համար է, որ ես ասում եմ, որ լավ կլիներ ինչ որ չափով, ինչ որ ձևով Եվրոպան ներգրավվեր այս ռազմական գործողությունների մեջ։ Հիմա գոնե նավեր ուղարկեին Հորմուզի նեղուցը բացելու համար։ Հասկանում եմ, որ սա Նետանյահուի պատերազմն էր, Նետանյահուն ներքաշեց Ամերիկայի Միացյալ Նահանգներին, բայց թե Եվրոպան հանուն իր անվտանգության նման քայլ պետք է աներ, թեկուզ ձևական։ Հիմա ասում եմ, որ խոսք կա այն մասին, որ Եվրոպայում մտածում են շատ լուրջ ձևով ՆԱՏՕ-ի նման ինչ որ մի կառույց ձևավորել Եվրամիության պաշտպանության համար։ Հիմա խոսենք Հորմուզի նեղուցի շրջափակման մասին։ Կան տեղեկություններ եւ սա արևմտյան լրատվամիջոցներն են այս մասին խոսում, հատկապես Wall Street Journal-ը ասում է, որ 20 նավեր այնուամենայնիվ դուրս են եկել Հորմուզի նեղուցից այս 24 ժամերի ընթացքում, բայց նույն բարբերականի տեղեկություններով Ամերիկայի Միացյալ Նահանգները փաստացի արգելել է, ձերբակալել է 8 տանկերների, որոնք որ փորձում էին դուրս գալ այդ շրջափակումից Հորմուզի նեղուցի։ Այսինքն կա բավականին լուրջ տեղեկատվության պակաս եւ մենք 100%-ով ոչինչ չենք կարող ասել, ուղղակի ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սկոտ Բեսենտի հայտարարությունը, չափազանց կարևոր հայտարարություն է սա, կոնկրետ Չինաստանին է այդ հայտարարությունը ուղղված եւ Սկոտ Բեսենտը ասում է, որ Չինաստանին կկտրենք եւ կտրել ենք իրանական նավթից եւ չինական նավերին այլևս չի թույլատրվելու մտնել Հորմուզի նեղուց, չինացիները կարող են նավթ գնել ուրիշ տեղերից, բայց ոչ իրանական նավթ։ Ահա այսպիսի հայտարարություն է արել Ամերիկայի ֆինանսների նախարար Սկոտ Բեսենտը։ Հիշում եք, երեք մենք խոսում էինք այն մասին, որ չինական տանկերը մտել է Հորմուզի նեղուց եւ բեռնված դուրս է եկել, տարբեր փաստացի տեղեկություններ կան,
Որոշ լրատվամիջոցներ ասում են սուտ է, դա իրականության չի համապատասխանում, որոշներ ասում են չէ, նման բան եղել է, դժվար է գլուխ հանել միանշանակ ինֆորմացիոն պատերազմ է գնում, բայց մենք այդ հայտարարությունը ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարի եւ հստակ մեր վերլուծությունն էլ ճիշտ է դառնում եւ ոչ միայն մերը, այլ բազմաթիվ միջազգային լուրջ փորձագետներ ասում են, որ այս խաղը ոչ միայն Իրանի դեմ է, այլ նաեւ Չինաստանի։ Հիշենք նաեւ Չինաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունը, նաեւ արտգործ նախարարի հայտարարությունը, այսինքն լարվածությունը շատ մեծ է Հորմուզի նեղուցի շուրջ։ Հաստատի եվրոպացիները նույնպես պահանջում են, որ Հորմուզի նեղուցը բացվի, Պարսից ծոցի որոշ երկրներ նույնպես, քանի որ իրենք լավ նավթ էին վաճառում ամբողջ աշխարհին, հիմա արդեն այդ խնդիրը ունեն, իրենք էլ ունեն այդ խնդիրը։ Եթե փակ է Հորմուզի նեղուցը, փակ է բոլորի համար, բայց Իրանի իշխանությունները ասում են, որ իրենք խնդիր չունեն եւ այդ ամենը իրենց համար որևիցե խնդիր չի ստեղծի, այսինքն անիմաստ է Ամերիկայի Միացյալ Նահանգների ծովային բլոկադան, որը որ Ամերիկայի Միացյալ Նահանգները իրականացնում են ընդդեմ Իրանի։ Տեսնենք թե ինչպես կզարգանան իրադարձությունները, հիշեցնեմ, որ մոտակա օրերս նախատեսված են նոր բանակցություններ Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ, որոնք որ նույնպես տեղի կունենան Պակիստանում, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում, հավանաբար վաղը կամ մի քանի օրից, տարբեր հակասական տեղեկություններ կան այդ մասին, տեսնենք։ Այսքան այս պահի դրությամբ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։